Երբ միսիկն արդեն բավականաչափ տապակվել է, ավելացնում ենք աղ, ձեթ, կտրատված սոխ։ Որոշ ժամանակ անց ավելացնում ենք նաև մանր կտրատված սխտորը։ Այս ամենը միմյանց հետ բավականաչափ արդեն եփվել են, ավելացնում ենք կարմիր գինի։ Հեղուկն արդեն ամբողջությամբ գոլոշացել է, ավելացնում ենք տոմատի մածուկ, լոլիկ, որը ես բլենդերել եմ։ Այստեղ մոտավորապես 3 հատ լոլիկ է։ Թույլ ենք տալիս, որ առանց շտապելու երկար, դանդաղ եփվի։ Միսիկն արդեն պատրաստ է, այդ պատճառով սա դնում ենք մի կողմ եւ սկսում ենք պատրաստել պաստա։ Եռման ջրի մեջ լցնում ենք աղ, որ չլխկվի, ձեթ, որ չկպնի։ Ընկղմում ենք պաստաները։ Դե ինչ պաստան պատրաստ է, անմահական համեղ միսիկը վրան ավելացված է, պանիր պարմեզան, վերջում դնում ենք կանաչու տերև ի նշան նրան, որ այս ուտեստը խզարած է։